Հրապարակ թերթը գրում է. Չնայած կպականները վերջին օրերին դիվոտած արձագանքում են ընդդիմության քննադատություններին եւ երեկ էլ Արարատ Միրզոյանը հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը խաղաղության պայմանագրի մասով երաշխավորացավ է կպել, սակայն ընդամենը 3 տարի առաջ դեռևս Մորուքով Փաշինյանը հմեկում բառացի ասել էր, եթե երաշխավոր չլինի խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել։ Մեր տեղեկություններով խաղաղության պայմանագրի նախնական փաստաթղթում եղել է երաշխավորի մասին կետ, սակայն հանվել է Ալիևի պահանջով, ինչից հետո ԿՊԱ-ականները հերթական նշաձողն են իջեցրել։ Հրապարակ թերթը գրում է. Երեկ հայտնել ենք, որ Երևանի տարբեր հասցեներում իրավապահները խուզարկություններ են իրականացում, թիրախում թաղային հեղինակություններն են, որոնք ծանրակշիռ դերակատարում ունեն իրենց թաղերում։ Հարց լուծողներ են այսպես կոչված տասովչիկներ։ Չնայած խուզարկություններն իրականացրել են զենք զինամթերք փնտրելու քրեական վարույթի շրջանակներում, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրական նպատակը խառոշիների աչքը ընտրություններից առաջ վախեցնելն է։ Ժողովուրդ թերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր կառավարության նիստում քննադատել է հայաստանյան բնակարանաշինության մշակույթը, անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է, մենք ընկալվել ենք, որ պարիսպից ներսը մերն է, պարիսպից դուրս մերը չէ։ Այսինքն բարձր պարիսպները լավ բան չեն, պետք է մարդիկ քանդեն, ազատվեն այդ բաժանարար գծերից։ Արմլուրեյը կրկին արբանյակային հնարավորություններով ճշտել է, որ Արարատ Միրզոյանը իր առանձնատան պարիսպները չի քանդել, ցանցավանդակների էլ չի վերածել։ Ժողովուրդ թերթը գրում է. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես փոխանցում են կառավարական աղբյուրները, շարունակում է մնալ Փաշինյանի ամենավստահելի ու անփոխարինելի նախարարներից մեկը։ Ժողովուրդ օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, անգամ այն պայմաններում, երբ Փաշինյանը ունեցել է տարաձայնություններ Թորոսյանի տարբեր քրեական պատմությունների մասով, ելի շարունակել է նրան պահել իր թիմում, գնահատելով նրա աշխատունակությունն ու արձագանքման արագությունը։ Առանց այն էլ ՔՊ-ում կադրային լուրջ խնդիրներ կան եւ Արսեն Թորոսյանի նման արագաշարժ պաշտոնյան խիստ գնահատելի է նրա կողմից։ Ժողովուրդ օրաթերթին նաև փոխանցել են հետաքրքիր մանրամասներ։ Վարչապետը իր աշխատանքային ոճին հավատարիմ, հաճախ նախարարներին նամակներ է ուղարկում նույնիսկ ուշ գիշերին։ Նույն աղբյուրների պնդմամբ հենց Թորոսյանն է այն նախարարներից մեկը, ով առավել հաճախ պատասխանում է այդ նամակներին, երբեմն նույնիսկ գիշերվա 3-ին ու 4-ին։ Հրապարակ թերթը գրում է. Նախորդային տեղեկություններ տարածվեցին ԵԿՄ նախագահ ԿՊ անդամ Սասուն Միքայելյանին եւ ԵԿՄ-ին առնչվող մեղադրանքների մասին։ Դեռ անցած տարեսկզբին մի քաղաքացի, որը ԵԿՄ-ի կազմում ծառայություն է իրականացրել սահմանին, իսկ այժմ Վանաձոր ՔԿՀ-ում կալանքի տակ է, հաղորդում է ներկայացրել, թե իբր Սասուն Միքայելյանի գիտությամբ ԵԿՄ սահման պահողները զինվորի համար նախատեսված ուտելիքը զենք զինամթերքի իջեցրել են պոստերից եւ էժան գնով վաճառել։ Բացի այդ, նույն ԵԿՄ-ականները նաեւ թմրանյութ են վաճառել։ Իրավապահներն այդ հաղորդումից մոտ 1-1.5 տարի անց որոշել են կալանքի տակ գտնվող քաղաքացու եւ Միքայելյանի միջև առերեսում անել։ ՔՊ մեր աղբյուրները վստահ են, որ անձամբ Փաշինյանի հրահանգով է Միքայելյանի դեմ գործը նոր ընթացք ստացել։ Որոշել են Սասուն Միքայելյանին, որը ուրախ ավտոբուսի տխուր պասաժիրներից է եւ ներկուսակցական ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է 50-յակում, մի թեթև պատժել։ Ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։